Նորին Սուրբոցություն Տեր Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությամբ ձևավորված քահանայի ցավակներն արդեն 10 տարի Մայրաթոռում համախմբում են Հայաստանի տարբեր թեմերի հոգևորականներին քննարկելու եկեղեցու առջև ծառացած մարտահրավերներն ու լսելու հայոց հայրապետի հորդորներն ու պատգամները։ Վեհափառ հայրապետի տնօրինությամբ երբ որ քահանա ենք ձեռնադրվում, գնում ենք տարբեր թեմեր, ծառայություն մատուցելու, գալիս ենք բարբերաբար այդ Քրիստոսի կենարար ավետիսը հենց Մայրաթոռից ստանալու, որպեսզի այն ծաղկուն պատկերը, որ մենք գարնանը տեսնում ենք ծառերին, այնտեղ նույնիսկ թռչունները, երբ որ իրենց ձայնն են բարձրացնում, այդ նույն Քրիստոսի ձայնը բարձրացնելու մեր ժողովրդի մեջ։ Տարբեր ժամանակներում մարտահրավերների ձևաչափերը տարբեր են լինում։ Այսօր վերջին ժամանակների մարտահրավերները կարծես շատ ավելի անհանդուրժող են, ուստի մեզ անհրաժեշտ է և համաչափ պատասխան տալ այսօրվա դժվարություններին, բայց և նաև կարողանալ պահել հոգևորականի անունը, հոգևորականի պատիվը, մեր Մայրաթոռ Սուրբ Էջմիածնի պատիվը, որ մեր ժողովուրդը ի վերջո իր արմատները, իր ակունքները, իր ծագումը, իր ազգային արժանապատվությունը գիտակցի որտեղ է։ Ամենքս այստեղ գտնվելով ուրեմն վերահաստատեցինք մեր ուխտը հանդեպ Մայրաթոռ Սուրբ Էջմիածինը եւ հատկապես ուրեմն մեր ծառայությունն էլ բերում ենք Շիրակի թեմում եւ գիտենք, որ մեր սիրելի Սրբազան հայրը այժմ ուրեմն տնային կալանքի տակ է ապօրինաբար, ուրեմն շարունակվում է իր ուրեմն անազատությունը եւ նաեւ աղոտ բարձրացրեցինք մեր բոլոր ուրեմն կալանավորների համար, ովքեր որ այս պահին գտնվում են ապօրինաբար կալանքի տակ, որպեսզի շուտապույտ ազատում ունենան այդ կալանքներից եւ վերադառնան իրենց ծառայության վայրերը եւ օգտակարությունը բերեն մեր մայր եկեղեցուն եւ մեր հայրենիքին։ Մայիսի 26-ին մեկ հարկի տակ համախմբված քահանաները ժողովի երկրորդ հատվածում լսեցին Գուգարաց թեմի հոգևոր հովիվ Տեր Տաճատ քահանա Բարսեղյանի համացանցային քարոզչության արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլերը թեմայով զեկույցը։ Ներկաները քննարկեցին զեկույցին առնչվող զանազան հարցեր, ինչպես նաև լսեցին հայոց հայրապետի պատգամը համացանցում քարոզվող հոգևոր խոսքի վերաբերյալ։ Երջանիկ էի, որ հնարավորություն ստացա Վեհափառ հայրապետի օրնությունը ստանալու, տեսնելու ուխտապահ հոգևոր դասին, հանդիպելու իրենց եւ արժանապատիվ այն տերայրներին, որ այստեղ հավաքվել էին։ Մեր համար երջանկություն է, նաեւ այս անձնական շփումները հաճելի հոգեպարար պահեր ապրեցինք։ Շնորհակալ ենք նաեւ օրվա կազմակերպչից Ցավոք սրտի Միքայել arczepiskopos Աջապահյանը, որ քահանայի ժողովների հիմնական կազմակերպիչն է միշտ եղել, հիմա վարչական արգելանքի ունի եւ այդ պատճառով այստեղ չի։ Քահանաները ժողովի հագեցած օրակարգում աշխատանքային քննարկումներից բացի չափազանց կարևորում են իրենց օծակից եղբայրների հետ հանդիպումները Մայրաթոռի հոգատար հարկի ներքո։ Այն ամենիկյան միաբան, միասիրտ, միատեղ։ Բոլորը միաբան, միասիրտ, միատեղ էին։ Սա է գրավականը Տիրոջ հոգու շնորհը ստանալու։ Եվ այսօր մենք այդ օրինակով մեկտեղված ենք այս սուրբ կամարներից ներս միաբանության ոգով եւ ժողովական այս մարմնի քահանայից դասի ժողովական մարմնի ի գլուխ ունենալով ամենայն հայոց հայրապետին առաքելությունը, նպատակը Տիրոջից Սուրբ Հոգին ստանալը եւ Տիրոջ այդ Սուրբ Հոգով առաջնորդվելն է։ Դարձյալ Սամոս 2 մարգարեի խոսքի համաձայն, որ ասում է. Հոգի քո բարի առաջնորդեսե ինձ հերկիր ուղիղ, քո բարի Սուրբ Հոգին ինձ պիտի ուղիղ արդարության ճանապարհ եւ երկիր առաջնորդի։ Ամեն անգամ գալով Մայրաթոռ Սուրբ Էջմիածին եւս մեկ անգամ մեր ուխտն ենք վերահաստատում Աստծո առջև, Սուրբ Խորանի առջև դրված հայոց եկեղեցուն, հայոց վեհապառին խոնարհության ուխտ եւ ծառայության ուխտ Աստծո առջև։ Հանուն հայրենիքի եւ հանուն եկեղեցու համար կանգնած ենք թե Մայրաթոռի կողքին, թե մեր հայրապետի կողքին եւ թե մեր հայ առաքելական Սուրբ եկեղեցու հավատքի հիմքերին, որովհետեւ առաքելաշնոր մեր եկեղեցին սերնդեսերունդ փոխանցվել է այդ շնորհը մեզ
եւ այսօր մենք ենք պատմություն կերտողները եւ մենք ենք այդ պատմությունը հաջորդաբար փոխանցելու մեր սերունդներին։ Եվ որպես քահանա եւ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի յուրաքանչյուր անհատ կարծում եմ քրիստոնյա պետք է կարողանա խոնարհվել իր սրբություն սրբոց Մայրաթոր Սուրբ Էջմիածնին։ Հավաքն ամփոփվեց քահանայից դասի հայտարարությամբ, որով հոգևորականությունն իր հավատարմությունը հայտնեց Մյուրոնաբաշխ Սուրբ Էջմիածնին եւ ամենայն հայոց կաթողիկոսին փորձության այս օրերին հայրապետական իմաստությամբ, հոգևոր արիությամբ եւ հաստատակամությամբ հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին առաջնորդելու համար։ Մենք հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու հայաստանյան թեմերում սպասավորող քահանաներս բարձր նախագահությամբ նորի Սուրբ Օծություն Տեր Գարեգին II Ծայրագույն Պատրիարք եւ ամենայն հայոց կաթողիկոսի մայիսի 26-ին Ավարարի ճակատամարտի խորհրդանշական օրը համախմբված Մայրաթոր Սուրբ Էջմիածնում գողություն եւ փառք ենք վերառակում ամենակալ Աստծուն, համատեղ աղոթքի եւ եղբայրական ոգով մեր սրբազան առաքելության շուրջ մտորելու առիթի համար։ Առաքելական քարոզչությամբ հաստատված հայոց եկեղեցին Աստծո բարեխնամ հայացքի ներքո շարունակում է անշեղորեն ծառայել հայ ժողովրդին ի հայրենի սիրիսփյուրս, զորացնելու բարեպաշտ մեր ժողովրդի հավատքը նախանձախնդրությամբ հետամուտ լինելու ազգային ինքնության պահպանությանը, նպաստելու հայեցի կրթության ու դաստիարակությանը եւ տիրավատ իր առաքելությամբ լինելու ճշմարտության ու արդարության ձայնը մեր հասարակության մեջ։ Հայոց եկեղեցու համար դժվարին այս օրերին, երբ Հայաստանում պետական լծակների կիրառմամբ իրականացվող հակաեկեղեցական գործողություններով փորձ է արվում վերատեսության ենթարկել եկեղեցական դարավոր կարգն ու կանոնը, հրաժարական պարտադրել ամենայն հայոց կաթողիկոսին եւ եկեղեցին ըստ էության ենթարկեցնել քաղաքական իշխանությանը, վճռականորեն հայտարարում ենք, որ Հայաստանից առաքելական Սուրբ եկեղեցու ինքնակառավարումը կանոնական կարգն ու ներքին կյանքը ենթակա չեն որևէ քաղաքական ուժի կամ պետական մարմնի թելադրանքի։ Հակաօրինական եւ հակասահմանադրական այս արշավը ուղղակիորեն վտանգում է համազգային մեր համերաշխությունն ու հասարակական կայունությունը, լրջորեն հարվածում նաեւ հայոց պետականության հիմքերին։ Միաժամանակ խիստ դատապարտելի ենք համարում կարգավիճ հռչակված անձանց կողմից պետական հովանավորչության հակականոնական ու սրբապիղծ գործողությունները, վանքերի ու եկեղեցների, եկեղեցական կառույցների ու միջոցների բռնազավթումն ու ապօրինի գործածումը։ Սա ոչ միայն կանոնական կարգի կոպիտ խախտում է, այլև միտումնավոր փորձ ներսից խարխլելու եկեղեցական միաբանությունը։ Ցավով ենք արձանագրում նաև, որ որոշ քահանահայրեր ներգրավում են այս պարակտիչ գործընթացներում դառնալով հակաեկեղեցական ձեռնարկների կամա թե ակամա գործակիցներ։ Նման ընթացքը խորթ է քահանայական ուխտին եւ չունի հոգեվոր բարոյական ու կանոնական, այլև մարդկային որևէ արդարացում։ Կոչ են ուղղում մեր եղբայրներին վերատեսության ենթարկելու իրենց խոտորյալ ընթացքը եւ բացառել կանոնազանց գործողությունները։ Գոհություն ենք հայտնում առաստված, որ աշխարհասփյուր մեր ժողովուրդը հաստատակամ է իր հավատարմության մեջ Սուրբ Էջմիածինը եւ վճռական պաշտպանելու հայոց եկեղեցու իրավունքներն ու արժանապատվությունը։ Յուրաքանչյուր փորձ խաթարելու Մայրաթոր Սուրբ Էջմիածնի ինքնիշխանությունը, ոտնահարելու եկեղեցական կարգը կամ նսեմացնելու ամենայն հայոց հայրապետի աստվածահաստատ իշխանությունը բախվելու է համայն հավատավոր ժողովրդի եւ ուխտապահ ողջ եկեղեցականության հաստատուն եւ անսասան դիմադրությանը։ Հայաստանում առաջիկա նորությունների եւ քաղաքական իրադարձությունների համատեքստում կոչ են ուղղում մեր հավատավոր ժողովրդին դրսևորել պատասխանատու վերաբերմունք, զերծ մնալ ապօրինությունից, ատելության խոսքից եւ ապատեւեկատվության տարածումից եւ նպաստել հասարակական համերաշխության կայացմանը։ Հավատարիմ լինելով մեր ուխտին եւ Մյուրոնաբաշխ Սուրբ Էջմիածնին, որդիական մեր անվերապահ զորակցություն ենք հայտնում նորի Սուրբ Օծություն Տեր Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսին, փորձության այս օրերին հայրապետական իմաստությամբ, հոգևոր արիությամբ ու խաղաղ հաստատակամությամբ
Հայաստանյայից առաքելական Սուրբ Եկեղեցին առաջնորդելու համար։ Առաստված ապավինությամբ հայցում ենք, որ Տերն իր ամենախնամ աճը տարածի մեր ժողովրդի, մեր հայրենիքի և Սուրբ Եկեղեցու վրա, պահելով Հայաստանը խաղաղ, հայոց եկեղեցին անսասան և մեր հավատքը անխախտ։ Արթուն եւ հաստատուն մնացեք հավատքի մեջ, ձեր նախնիների պես քաջ եղեք, պատգամեց հայոց հայրապետը, հորդորելով այս գիտակցությամբ շարունակել հովություն անել մեր ժողովրդին, մերժել ազգավնաս գաղափարներն ու գործողությունները։ Նորին սրբությունը բարձր գնահատեց այս դժվարին օրերին հոգևոր դասի դրսևորած քաջարի ոգին, հաստատակամությունն ու նախանձախնդրությունը մեր Սուրբ Եկեղեցում կանոնականության ու միության պահպանման նկատմամբ։ Այսօր մեզ համախմբել է նախ եւ առաջ Ավարայրի ճակատամարտի խորհուրդը, որ հենց այսօր է եղել եւ հենց այդ մեծ խորհրդով մենք համախմբվել ենք կիսվելու այն թե մտահոգություններով, թե հույզերով, թե նաեւ պայքարի մեր տեսլականը համախմբելու, որովհետեւ մենք այսօր կանգնած ենք բազմաթիվ մարտահրավերների առջեւ եւ կարիք ունենք լինել միախոհ, միախորհուրդ, որպեսզի այդ հոգեվոր պայքարի մեջ մենք ունենանք ճիշտ առաջնորդություն։ Եվ իհարկե հայրապետը մեզ այդ ուղղությամբ առաջնորդում է իր հայրական խրատներով եւ մեր թեմական առաջնորդները մենք այսօր միասնաբար կերտում ենք մեր եկեղեցու ճակատը, մեր այն լույսի ճակատը, որը պիտի հաղթի խավարը, ճիշտ այնպես ինչպես մեր սրբազան նախնիները հավատարմությամբ, սիրով եւ նվիրումով կարողացան մեր ազգի ինքնությունը պահպանել, այսօր մենք ենք այդ ճակատում, որպեսզի մենք մեր նվիրումը, մեր սերը, մեր պատրաստակամությունը մինչև վերջ գնալու հանուն մեր հավատքի արտահայտենք եւ դա գործնական կերպով իրագործենք մեր հովական կյանքում։ Կարծես թե մենք մտովի տեղափոխվում ենք դեպի 451 թվական մայիսի 26, երբ տեղի ունեցավ Ավարայրի ճակատամարտը եւ քահանայից դաս եւ ամբողջ մեր համայն ազգը դուրս եկավ պայքարելու հանուն հավատքի, հանուն հայրենիքի։ Կարծես թե քրիստոնեությունը արդեն դարձել էր մեր մաշկի գույնը, մեր արյունն էր դարձել, հոսում էր մեր երակներում եւ մեր ազգային կյանքին կենթանություն էր պարգևում։ Ահա այդ նույն վերհիշողությունն է, վերապրումն է եւ վերահաստատում է մեր նախնական ուխտին, Վարդանան ծուխտին, Ղևոնդյան ծուխտին, որ քահանաները այդ նույն կրիչներն են մեր բոլոր սրբերի, մեր բոլոր պայքարողների, որոնք հանուն ազգի, հանուն հայրենիքի պայքար են մղել եւ կարծես թե վերահաստատումն է այն գաղափարի, որտեղ որ Աստվածաշունչն ասում է ոչ սուրը, ոչ հուրը, ոչ նեղությունները, ոչ անձկությունները մեզ չեն կարող բաժանել մեր Տեր Հիսուս Քրիստոսի սիրուց։ Ինչ վերաբերում է եկեղեցու փոփոխելու, հայրապետին փոփոխելու ծրագրերին, դա եկեղեցու ներքին գործն է, որևէ արտաքին ազդեցությամբ դա լուծել անհնար է։ Բարեփոխմանը, ուրեմն եկեղեցին միշտ բարեփոխում է եւ բարեփոխումը Սուրբ Հոգի Աստված է, ոչ թե ինչ-որ մարդիկ։ Նույնիսկ եթե դրանք հոգեվորականներ են։ Ուրեմն Սուրբ Հոգի Աստված է, որ բարեփոխում է, զարդարում է, շնորհազարդում է իր եկեղեցին, իրենք որևէ մեկը թող Սուրբ Հոգու տեղ իրեն չդնի։ Լուսինե Բալյան, Վրամ Խանամիրյան, եկեղեցական կյանք։